Ողջույն։ Մարտաֆիլմերի սիրահարներին առաջարկում եմ հետևյալ փորձը անել։ Հաշվեք ձեր, թեկուզ հենց այսօր տեսած ֆիլմում բռնությունների, ռազմորկաների, սպանությունների տեսարանները։ Հետո մտեք մեր վերափոխված ոստիկանության կայքը։ Չէ լավ, ոստիկանության կայքում բոլորը չկան։ Մտեք լրատվամիջոցների կայքեր։ Նայեք Հայաստանում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած ռազմորկաների, բռնությունների, սպանությունների քանակը ու համեմատեք։ Վստահեցնում եմ, որ մեր երկրում կատարվողը իր մասշտաբներով կգերազանցի ձեր տեսած ցանկացած մարտաֆիլմի։ Էլի հիշեցի մարտամեկին։ Դարձավ վարչապետ ու հայտարարեց. Հայաստանում բռնությամբ, զենքով հարց լուծելու պրակտիկային վերջ եմ տվել։ Այդ մարդը իհարկե ոչ մի բանին էլ վերջ չի տվել, սուտ խոսելուց սկսած։ Երեկվա դեպքից տեղյակ եք, շատ չմանրամասնեմ։ Երևանի Աջափնյակ թաղամասի շենքերից մեկի բակում փոխհրաձգություն է եղել, 7 անձ հրազենային վնասվածքով տարվել է հիվանդանոց, մեկը մահացել է, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Պատճառը կարևոր չէ, հաստատ հանուն հայրենիքի չէ։ Կարևորն այն է, ժողովուրդ ջան, ու վտանգավորը, որ մեր երկրում կա լիքը զենք ու դրանք կրակում են ամեն օր։ Սովորական բան է դարձել փողոցի մեջտեղը սպանությունները, կրակոցները։ Ինչ որ ոստիկանապետ է գնացել դեպքի վայր, փոխոստիկանապետ, ՆԳ նախարարի տեղակալներ, Երևանի ոստիկանապետ եւ այլն, անիմաստ դեկորներ։ Մի խանգարեք, գործ ենք անում, այդ գործը պետք է անեիք, որպեսզի չլինեին այդ դեպքերը։ Երեք մեկ այլ լուր տարածվեց, որ Արարատի մարզում 5 հոգով ծեծել են 2 հոգու։ Այսօր էլ իմացանք, որ էլի ծեծկրտուք է տեղի ունեցել Երևանում ռեստորանի դիմաց, էլի մի 7 հոգու տարել են ոստիկանություն։ Այդ Արարատի երեկվա դեպքը, որ ասում եմ, 5-ից 2-ն էլ անչափահաս են։ Անչափահասների մասնակցությամբ դեպքերն են կտրուկ շատացել։ Ժողովուրդ ջան, սրանք մեր ամենօրյա լրահոսի վերնագրերն են։ 24-ամյա պայմանագրային զինծառայողին ծեծել են, տարել գցել են Զորամասի մոտ, մի աչքը հեռացրել են։ Մեկ այլ դեպք։ Զովունուց հրազենային վնասվածքով քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց։ Հաջորդը վարորդը բախվել է մեկ այլ մեքենայի, հետո դուրս է եկել կրակոցներ արձակել վիրավորի ուղղությամբ։ Մյուսը Լոռու Ջրաշեն գյուղում աշակերտները խմբով ծեծել են համադասարանցում, հիվանդանոցի աստիճանի, ուսուցիչները թաքցրել են դեպքը։ Հաջորդը Գեղարքունիքում 3 քաղաքացի դանակահարված տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն։ Վեճի մասնակիցներից է դարձյալ անչափահաս։ Մյուսը հրազենային վնասվածքով Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա քաղաքացի։ Ժողովուրդ, սրանք ամենօրյա դեպքերն են։ Արդարադատության նախարարը ասում է, Աջափնյակի կրակոցները փողոցի մեջտեղը անձնական հարաբերություն է, պետությունը ինչ անի։ Չէ դուք լուրջ եք ասում։ Թաղի բնակչուհին պատմում է, որ կրակոցները տեղի են ունեցել փողոցի մեջտեղը, կողքին խաղացող երեխաները փախել են։ Երեխաներից մեկն էլ վախից ընկել է։ Հասարակական կարգը պահպանելու իրավունք էլ ստացվում է պետությունը չունի։ Դե որ չգիտեք ինչ անեք, առաջարկում եմ կառավարության հենց հաջորդ նիստում Երևանի կենտրոնում մի տեղ առանձնացրեք, անունը դրեք անձնական հարաբերությունների պարզման պետական կենտրոն, օրինակ։ Ասեք Ժորժ ջան, եկեք լուծեք իրար հարցերը այստեղ, ինչ զենքով ուզում եք։ Արփինե Սարգսյանը կլինի կոորդինատորը։ Կզանգեն, մոտը կհերթագրվեն, մուտքավճարը կտան, զենք չունեցան ոստիկանությունից կվերցնեն, գնան իրար ուտեն։ Մարդիկ երկու բառ հեռախոսով իրար հետ խոսում են, անձնական խոսակցություն է։ Իշխանությունը ձայնագրում է ու գնում է հետևներից, բայց որ իրար տալիս սպանում են, ասում են ինչ անենք, միջանձնային հարաբերություն է, ո՞նց մտնենք դրա մեջ։ Դո դուք ոչ միայն մարդկանց անձնական, այլև սեռական հարաբերությունների մեջ եք արդեն ձեր քիթը խոթում։ Երեխաների խաղահրապարակի մոտ իրար սպանում են, նախարարն ասում է միջանձնային հարաբերություն է, ինչ անենք։ Բայց սահմանադրությունը, որի փոփոխությամբ զբաղվում է նույն արդարադատության նախարարը, մի հոդված կա է, գրված է յուրաքանչյուր ոք կյանքի առողջության պաշտպանության իրավունք ունի։ Գոնե դա պաշտպանեք, կարդացել եք դա, թե հանելու եք նոր սահմանադրությունից։ Ընդամենը վերջերս ուրիշների վիճաբանության պատճառով տուժեցին փողոց անցնող Հղիկինը եւ նրա ձեռքից բռնած քայլող 12-ամյա երեխան։ Մոտ 2 տարի առաջ մի քաղաքացի բաց կապով զանգեց ու ասաց, որ բողոքի
ցույց են մտադիր անել մի քանի հոգով, կառավարության մի օղակի դիմաց, խնդրում էր լուսաբանենք։ Գնացինք նկարելու, տեսա այդ շենքի մոտ, որ երբեք ոստիկան չի հերթապահում։ Կասկաներով, վահաններով 10-ից ավելի ոստիկան է շարված։ Հարցնում են մարդիկ, այս ո՞նց են իմացել։ Ոնց թե ոնց են իմացել։ Բաց կապով էիք զանգել, լսել են։ Էդ է դրանց գործը։ Այսօր դատական նիստ էր Բագրատ Սրբազանի վերաբերյալ շատ անհաջող մոնտաժված քրեական գործով։ Զինվորի աչքը տվել հանել են, մեղադրյալ չկա։ Այստեղ ոչ մի տեղից տերորի մեղադրանք են հորինել։ Այս պահին քանի ոստիկան է հսկում կարգալույծ արված տերտերների տները։ Կեղծ Սրբազան Գևորգ Սարոյանի տունը քանի ոստիկան է հսկում։ Քանի ոստիկան է հսկում, որ հոգևորականները չկարողանան մտնել եկեղեցի, ու քանի ոստիկան է այսօրվանից հսկում Կիրակի օրը Նիկոլի գնալիք եկեղեցու տարածքը։ Հենց որոշում է քանդել եկեղեցին, Սաղ ռայոնի ոստիկաններին ուղարկում են, որ պատարագ գնա անի։ Քանի ԱԱՑ-ական է այցելում հոգևորականի տուն ու պահանջում, որ պատարագի օրը կաթողիկոսի անունը չտան։ Մեր ոստիկանները ոնց որ ՔՊ խմբակցության պագոնավոր տարբերակը լինեն։ Մի քանի օր առաջ հիվանդանոցից դուրս գրվեց Միքայել Սրբազանը։ 10 ոստիկան էր գնացել, որ նրան տանի տնային կալանքի։ Պրոֆեսոր Չարչյանը մոտեցավ հրաժեշտ տալու, հրեցին մի կողմ։ Չարչյանը պարզապես շնորհավորել էր Գարեգին II-ին անվանակոչության առթիվ։ Գնացել խուզարկում էին։ Բա ուր եք, իրար սպանում են փողոցներում։ Էկրանի այս պատկերներում նաև ոստիկանապետն ու իր տեղակալն են։ Գնում են կանգնում հասարակական քաղաքական ակցիաների տեղը, հրում բրդում մարդկանց։ Հիմա էլ գնացել են իրենց անգործության արդյունքում սարքված իրավիճակի գլխին կանգնել։ Դարձյալ արդարադատության նախարարն ասում է, հանցավորությունը հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին եւ բոլոր մարդկանց։ Այո, համաձայն ենք։ Բայց ինչի է ձեր օրոք հանցավորությունը կլանում այդքան շատ թվով մարդկանց։ Պատահական է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն օրինակ, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ, մեր երկրում հանցագործությունների թիվը 12000-ի մոտ էր տարեկան։ 2008 թվականին, երբ թողեց նախագահի պաշտոնը, հանցագործությունների թիվը նվազել էր եւ հասել 8000-ից մի քիչ ավելի։ Շեշտեմ, առավել քիչ թիվ էր, քան անգամ սովետական Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը երբ իշխանության եկավ, հանցագործությունների թիվը 24000-ի կարգի էր։ Եկավ, հայտարարեց սեր, հանդուրժողականություն, համերաշխություն, ոչ մի կրակոց, ոչ մի սպանություն, բայց հանցագործությունները հասցրեց տարեկան 40000-ի։ Հիմա արդարադատության նախարարն ասում է, բոլոր երկրներում էլ լինում են։ Այո, բայց ինչու էր նախագահ Քոչարյանի օրոք 8000, Փաշինյանի օրոք 40000։ Պարգևավճարը դրա համար եք ստանում։ Ձեռնտու է ամենուր այսպիսի քաոսը։ Կարճ ասած, Նիկոլը գնացել է Միացյալ Նահանգներ, խաղաղության խորհրդի նիստի։ Դա ամեն օր է խոսում ինչ-որ խաղաղությունից։ Երբ նույն մարդը մեր երկրի ներսում խաղաղություն չի կարողանում ապահովել, ամենուր քաոս է։ Երկրի սահմաններին ինչ խաղաղություն։ Նա չի կարողացել այնպես անել, որ երկրի ներսում ամեն երկրորդ բառից հետո իրար վրա չկրակեն։ Ինչ խաղաղության դարաշրջան։ Նախընտրական շրջան է, այսինքն հիմա առավել եւս ոստիկանները զգոնությունը կենտրոնացնելու են ընդդիմադիրների տների, Facebook-յան էջերի, հեռախոսազանգերի, հավաքների վրա։ Սա նշանակում է հանցագործությունների ոսկե ժամանակները շարունակվելու են։ Ոստիկանությունը սա օգտագործում է միայն իր առաջնահերթությունների, քաղաքական հաշվարկների համար։ Մեր երկրին, ժողովուրդ ջան, տեր է պետք, անտեր վիճակ է։